ուղղակի վաու։ Ես նայում էի խաղը եւ ասում էի կարմիր սատանաները նորից աշխարհը վերածում են քաոսի։ Ես նայում էի խաղը եւ ասում էի սա Manchester United-ի վերադարձն է, սա իրական նոստալգիա է, սա ֆանտաստիկա է, թե ինչ է անում Manchester United-ը վերջին խաղում։ Այո, էմոցիայի տակ դու կարող ես հաղթել, չգիտեմ, Newcastle-ին, Burnley-ին, այնտեղ գուցե Brentford-ին, բայց երբ որ դու երկու խաղ առանց հաղթում ես Manchester City-ին եւ Arsenal-ին եւ խաղում ես նման խաղով, նման մոտիվացիայով, նման հոգեբանությամբ, սա ուրեմն գուցե ինչ-որ բան նշանակում է։ Քավլիցի ես դեռևս չեմ ուզում պնդել, որ սա Manchester United-ի վերադարձն է, բայց վերջին այս երկու խաղում ես տեսա այն Manchester United-ին, որին ես շատ երկար տարիներ կարոտել եմ։ Ես տեսա այն Manchester United-ին, որին ես ճանաչել եմ այն ժամանակ, երբ Manchester United-ը փառահեղ էր։ Այս երկու խաղերի Manchester United-ը փառահեղ էր։ Երեկվա խաղում էր Manchester United-ը շքեղ է։ Ես հիացած եմ Մայքլ Կարիքի աշխատանքով, այս խաղով ընդհանրապես սա իմ կարծիքով այս տուրի լավագույն հանդիպումն էր ամբողջ շաբաթվա ընթացքում, ավելի լավ խաղ չի եղել եւ ընդհանրապես սեզոնի կտրվածքով լավագույն խաղերից մեկն էր, որտեղ Manchester United-ը ֆանտաստիկ հաղթանակ տոնեց եւ նորից հիշեցրեց իր մասին։ Պատմությունը, այո, այնպեսի բան է, որ եթե դու ժամանակին ինչ-որ մի բան սիրել ես, այդ մի բանը մի օր վերադառնում է։ Հիմա Manchester United-ի ֆաները կարող են երջանիկ լինել, որտեղ նրանք վերջին երկու շաբաթում նրանք տեսնում են իրական Manchester United-ին։ Ահա այսպեսին էր Manchester United-ը ընկերներ, ովքեր չեն ճանաչում Manchester United-ին եւ երբեք չեն տեսել Manchester United-ի հաջող տարիներ։ Ահա այսպեսին էր Manchester United-ը top խաղերում միշտ պատժում էր մրցակցին, միշտ գիտեր ինչպես հաղթել եւ երբեք չէր կորցնում խաղում ուղեղում այն աշխատանքը, որ ամենակարևորն է ֆուտբոլում։ Միշտ գիտեր ճիշտ բային պաշտպանվել, ճիշտ բային հարձակվել, ճիշտ բային գոլ խփել, ճիշտ բային բաց թողնել, մի խոսքով ամեն ինչ ճիշտ էր անում Manchester United-ը հաշվարկված։